Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր կխոսենք մանկական օրթոպեդիայի մասին Հայաստանում, ոլորտի միտումներից եւ զարգացումներից եւ մեր հյուրն է Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկական օրթոպեդ վնասվածքաբան, օրթոպեդիայի մանկական վնասվածքաբանության ծառայության պատասխանատու Վահե Յավարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Յավարյան, երևի թե սկսենք առհասարակ ոլորտի մասին պատկերացումներից, քանի որ մեր ոչ բոլոր ռադիոլսողներն ու ռադիոդիտողները լսելով օրթոպեդիա հասկացան, թե ինչի մասին ենք այսօր խոսելու, մեկ-երկու բառով ներկայացրեք ոլորտը ինչով եք զբաղվում։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար, առաջինը, եւ մեր մասնագիտությունը կոչվում է օրթոպեդիա եւ վնասվածքաբանություն։ Համաձայն եմ ձեր հետ, որ վնասվածքաբանությունը ավելի հասկանալի է հանդիսատեսին, շորթին, օրթոպեդիան դա մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին երբ ձեռքբերովի խնդիրներով, իսկ մեր դեպքում մանկական տարիքի, որտեղ ես մանկական օրթոպեդ եմ, որը ունի իր շատ խիստ առանձնահատկությունները եւ տարբերվում է մեծերի օրթոպեդիայից, քանի որ մենք գործ ունենք աճող օրգանիզմի հետ, հետեւաբար ի սկզբանե արկա պաթոլոգիաները գնահատելիս եւ որոշում կայացնելիս բուժման միշտ նկատի ենք ունենում նաեւ նրա հետագա զարգացման տենդենսները եւ ինչ կարելի է սպասել 1 տարի հետո, 5 տարի հետո, մինչեւ երեխայի աճը կանգնել։ Հայաստանում որքանով են տարածված օրթոպեդիկ խնդիրները հենց երեխաների մոտ եւ առհասարակ որ խնդիրներն են ավելի հաճախ։ Պիտի ասեմ, որ Հայաստանում տարածվածությունը օրթոպեդիկ խնդիրների, եթե խոսենք օրթոպեդիայի մասի, որը վերաբերվում է բնածին արատների եւ բնածին խնդիրների, իր տարածվածությամբ ճիշտ համապատասխանում է սպիտակամորթ բնակչություն ունեցող երկրներին, քանի որ կան հիվանդություններ, որոնք խիստ տարբեր են սպիտակամորթ, սևամորթ բնակչության, այսինքն ռասայական գենային տարբերություններ կան։ Հետ տրավմատիկ օրթոպեդիկ խնդիրները, որոնք արդեն ձեռքբերով են, կարող եմ ասել, որ բավականին լավ միտումով ենք մենք, որովհետև վնասվածքաբանության ծառայությունը բավականին լավ որակի է դրված, նաև մանկաբուժական ծառայությունը բավականին լավ որակի դրված։ Այնպես որ տարածվածության առումով առանձնապես չենք առանձնանում, օրինակ եթե տարածված հիվանդությունների մասին խոսենք օրթոպեդիկ մանկական, օրինակ բնածին ցուրտացությունը 1000 երեխայից 1-2 երեխա է սպիտակամորթ բնակչության շրջանում, նույն ստատիստիկան նաև մենք ունենք մեր երկրում։ Այդուհանդերձ կան, չէ, զրույցներ, որ հիմա կյանքը երեխաների համար այնպիսին է դարձել, որ ավելի հաճախ են նման խնդիրներ հանդիպում։ Դա այդպես է, թե պարզապես ավելի հաճախ ենք սկսել դիմել բժշկի, խոսել այդ մասին, ձեր դիտարկումներով անձնական էսպես։ Երբ որ նայում ենք ստատիստիկան մեր հանրապետությունում, տեսնում ենք, որ իրականում ստատիստիկ մեծ տարբերություն չկա, բայց կա ախտորոշման, ավելի վաղ ախտորոշման տենդենս եւ ծնողների կողմից երեխաներին ավելի վաղ հասակում բժիշկների մոտ տանելու եւ մանկաբուժական ծառայության ավելի որակով աշխատելու, քանի որ ամեն դեպքում առաջի ուղղակը դա մանկաբույժներն են, որոնք առաջի անգամ տեսնում են երեխաներին։ Այսինքն կարելի է ասել, որ հայ ծնողները մի քիչ ավելի ուշադիր են երեխաների նկատմամբ։ Կարելի է ասել, որ մեր դարաշրջանի հայ երիտասարդ ծնողները ավելի կարդացող են եւ ավելի մեծ վստահություն ունեն բժիշկների հանդեպ։ Ամեն դեպքում, եթե ես համեմատում եմ 90-ականների մեր պրակտիկային, ինքնաբուժության կամ հեքիմաբուժության մոտեցումները կամ որոշումները շատ ավելի քիչ են, քան հիմա մեր դարաշրջանում եւ դրա մեջ իհարկե ձեր լրագրողների դերն էլ է շատ մեծ, քանի որ բավականին այսօր լրատվական աշխարհը լուսաբանում է հիվանդությունները, ցույց է տալիս մարդկանց ճիշտ ճանապարհները, այնպես որ կարող եմ ասել, որ ծնողները ավելի կարդացած են։ Որ խնդիրներ են ամենահաճախ հանդիպում։
Դուք նշեցիք հարթաթաթություն, հենց զուրթաթություն ներողություն։ Մանկական օրթոպեդիայում մենք ունենք հաճախ հանդիպող հիվանդություններ եւ ունենք հազվադեպ հանդիպող հիվանդություններ։ Եթե մեծ գլոբալ առանձնացնենք, կարող ենք երկու մեծ մասի բաժանել՝ բնածին արատները եւ ձեռքբերովի խնդիրներ։ Բնածին արատներից մանկական օրթոպեդիայում շատ տարածված են, ամենատարածված հիվանդությունները դա կոնքազրային հոդի զարգացող հոդախախտն է, առաջ ասում էին բնածին հոդախախտ, որի մասին կուզենամ մի քանի խոսք խոսենք, եւ բնածին ծուրթաթությունն է։ Սրանք ամենահաճախ հանդիպող օրթոպեդիկ պաթոլոգիաներն են, կան ավելի հազվադեպ հանդիպող օրթոպեդիկ պաթոլոգիաներ, իսկ ձեռքբերովի կյանքի ընթացքում առաջացող մանկական տարիքում առաջացող օրթոպեդիկ պաթոլոգիաներից հաճախներից կարող եմ անվանել ողնաշարի պաթոլոգիաները, սկոլիոզը, կիֆոզը, վերջույթների առանցքների շեղվածությունները, ստորին վերջույթների վարուսային եւ վալգուսային դեֆորմացիաները։ Եթե խոսենք մանկական օրթոպեդիայի այն մասի, որը վերաբերվում է բնածին արատներին, այստեղ կուզեմ նշեմ կոնքազրային հոդի զարգացող հոդախախտի վերաբերյալ, որ մենք վերջի 10-ամյակում եւ մասնավորապես 2019 թվականից մեծ առաջընթաց ունենք դեպի դրական ուղղություն, մեծ ձեռքբերում ունենք, քանի որ հիմա Հայաստանի Հանրապետությունում կոնքազրային հոդի զարգացող հոդախախտը համապետական սկրինինգ ծրագիր է, այսինքն բոլոր նորածինները պարտադիր ծնվելուց հետո անցնում են սոնոգրաֆիկ հետազոտություն այս պաթոլոգիայի ախտորոշման համար։ Եվ ես կարող եմ բերել ստատիստիկ տվյալ, օրինակ 2007-8-10 թվականին սրանք օֆիցիալ տվյալներ են, մենք Հայաստանի Հանրապետությունում ունենում ենք տարեկան մոտավորապես 20 առաջնային հաշմանդամ երեխա, որոնց հաշմանդամության պատճառը կոնքազրային հոդի զարգացող հոդախախտներ, եւ երբ ես նոր էի սկսում իմ մասնագիտական ճանապարհը, իմ ուսուցիչը տարեկան մոտավորապես 30 երեխա էր վիրահատում այս պաթոլոգիայով, բաց եղանակով, վիրահատությունները շատ երկար էին տևում 4-5 ժամ։ Այսօր մենք հաշմանդամության տոկոսը շատ ցածր է, համադրելի չէ քանակը հաշմանդամություն ունեցող երեխաների այս պաթոլոգիայով, իսկ վիրահատական ծավալները, որպեսզի պատկերացնեք, մենք անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունում միայն 3 երեխա ենք ունեցել, որոնք վիրահատվել են այս եղանակով, եւ դրա պատճառը վաղ ախտորոշումն է, քանի որ երեխաները ծննդատներից արդեն ախտորոշված գալիս են դեպի նեղ մասնագետ եւ ավելի կոնսերվատիվ եւ հեշտ ճանապարհով բուժումները արվում է եւ լավ արդյունքով։ Այս առումով մենք շատ լավ առաջընթաց ունենք, նաեւ մեծ առաջընթաց ունենք բնածին ծուրթաթության առումով, որովհետեւ աշխարհում ոսկե ստանդարտ համարվող Պոնսեցի մեթոդը բուժման այս երեխաների 2012 թվականից մեր հանրապետությունում երեխաները բուժվում են այս մեթոդով, որը նորից վիրահատությունների ծավալը եւ քանակը պակասացրել է եւ դրամատիկ փոփոխություն է տեղի ունեցել դրական առումով նորից հաշմանդամության մեջ, որովհետեւ երեխաները ծուրթաթությամբ նախկինում ընդունված մեթոդով բուժման մոտավորապես 15-ից 20% հաշմանդամություն ունեինք, որը եւ աշխարհում էր այդ թվերը։ Պոնսեցի մեթոդի ներդրումից հետո մենք ունենք 0% հաշմանդամություն եւ շատ մեծ փոփոխություններ ունենք այս առումով, որը ես համարում եմ շատ մեծ ձեռքբերում։ Ընդհանուր առումով կարող եմ ասել, որ մանկական օրթոպեդիայի հարցում տենդենսները մեր հանրապետությունում վերջի 20 տարում շատ դրական ուղղությամբ են գնացել, բոլոր երիտասարդ մասնագետները հնարավորություն են ունեցել արևմտյան երկրներում վերապատրաստվեն նեղ մասնագիտանան եւ պարտությամբ պետք է ասեմ, որ մենք բավականին լավ մակարդակի մանկական օրթոպեդիա ունենք, ոչ միայն համադրելով նախկինում մեր ունեցածի հետ, օրինակ 90-ական թվերի, այլ նաև մենք կարող ենք համեմատություն անցկացնել մեր արևմտյան գոլեգաների հետ, մեր
գոլեգաների մեծամասնությունը եվրոպական մանկական օրթոպեդիայի ասոցիացիայի անդամ են, մենք ամեն տարի միտինգներին մասնակցում ենք, շատ սերտ կապեր ունենք տարբեր կլինիկաների հետ եւ համեմատելու տեղ ունենք եւ կարող ենք հպարտությամբ ասել, որ այս առումով մենք բավականին լավ վիճակում ենք։ Ուզում եմ ասեմ, որ այս ամբողջ ստրուկտուրան ստեղծվելուց հետո եկավ մի պահ, երբ որ մենք հասկացանք, որ մենք պիտի մի քայլ էլ առաջ գնանք եւ տեսնելով շվեյցարական փորձը 2016-17 թվականին ես Բազելի համալսարանում վերապատրաստվում էի, կար տենց միտք եւ իդեա, որ ստրուկտուրալ փոփոխություն պետք է կատարենք մեր մասնագիտական դաշտում եւ այդ կապակցությամբ բավականին վերջերս հնարավորություն ստեղծվեց, որ մանկական օրթոպեդներին հիմնականը մեծամասնությանը կարողանանք հավաքենք մի կլինիկայում, դա Վիգմոր բժշկական կենտրոնն է եւ ամբողջ միտքը կայանում է նրանում, որ մենք հիմա ամբողջ ծառայությունը մանկական օրթոպեդիայի բաժանված է նեղ մասնագիտական խմբերի, ընդհանրապես բժշկության տենդենսը, եթե դարերի ընթացքում տեսնենք, ընդհանուր բժիշկ գաղափարից սկսել է նեղ մասնագիտանալ, այս նեղ մասնագիտացումներն էլ հետագայում տեխնոլոգիաների տարածման, ինֆորմացիայի արագ տարածման ընթացքում եկել հասել է մի էտապի, երբ որ նեղ մասնագիտությունը ինքը, ինչպիսին օրինակ մանկական օրթոպեդիան է, ունի այդ նեղ մասնագիտության ենթանեղ մասնագիտություններ եւ այս առումով մենք մեր թիմը բաժանել ենք խմբերի, խմբեր ունեն իրենց ղեկավար բժիշկները, որոնք նեղ մասնագիտացած են իրենց պրոֆիլների մեջ, օրինակ ունենք նեյրոօրթոպեդիայի թիմ, որը զբաղվում է նեյրոօրթոպեդիկ երեխաների բուժմամբ հիմնականում. Սրանք շատ մեծ խումբ են երեխաների, ինչպես կենտրոնական նյարդային համակարգի պաթոլոգիայի, այնպես էլ պերիֆերիկ նյարդային համակարգի պաթոլոգիաների հետևանքով առաջացած օրթոպեդիկ խնդիրների լուծմամբ։ Ունենք սպորտային բժշկության թիմ, ունենք վնասվածքաբանության թիմ, ընդհանուր օրթոպեդիայի թիմ։ Մենք խոսում ենք Վիգմորի։ Այո, Վիգմորի այսօր աշխատող ստրուկտուրայի մասին ենք խոսում։ Ունենք, ինչպես ասեցի, վնասվածքաբանության թիմ, օրթոպեդիայի թիմ, ոսկրային պաթոլոգիայի թիմ, ողնաշարաբանության թիմ։ Եվ այս աշխատանքի թմերի նեղ մասնագիտական թմերի բաժանման հիմնական նպատակը նա է, որ հիվանդը, որ դիմում է մեր կլինիկա, անկախ նրանից, որ բժշկին է նախընտրել եւ առաջի խորհրդատվությունում կողմից է կատարվել, վերջի վերջո այդ երեխայի քննարկումը հասնում է իր նեղ մասնագիտական խմբին եւ որոշումները կատարվում են նեղ մասնագիտական խմբում եւ բուժումները լինի կոնսերվատիվ թե վիրահատական անպայման զբաղվում են ամենափորձառու մասնագետները իրենց նեղ մասնագիտական պրոֆիլի։ Սա հիվանդամետ որոշում է, ոչ թե բժշկին ուղղված, որովհետեւ սրանով մենք ստեղծում ենք բոլոր հնարավորությունները, որ հիվանդ երեխան մաքսիմալ որակյալ բժշկական օգնություն ստանա եւ ծնողը անհանգիստ չլինի մտքից արդյոք իմ առաջի դիմաց բժիշկը հենց այն մասնագետներում ես պիտի դիմեի, որովհետեւ ինքը համակարգը աշխատում է այնպես, որ դա է ուզում ասել, համակարգային լուծում է տարվել։ Այո, հիվանդը աշխատում է այնպես, որպեսզի հիվանդը հասնի իր ճիշտ բժշկին, առանց իհարկե նեղացնելու այն բժշկի մասնագիտական ամբիցիաները, որ առաջի անգամ դիտել եւ զննել է այդ հիվանդին։ Համակարգը սկսել ենք ներդնել վերջի 4 ամիսը, կարող եմ ասել, որ արդեն արդյունքները երևում են եւ այս առումով էլ պիտի ասեմ, որ սա եւս մի քայլ առաջ էր եւ սա իհարկե հնարավորությունը ստեղծվեց երկար տարիների աշխատանքից հետո, երբ մենք ունեցանք այնքան ուժեղ թիմ, որի մեջ կարող էինք ստեղծել ենթաթիմեր։ Եվ այս միավորման հնարավորությունը մեզ տվեց Վիգմոր բժշկական կենտրոնը եւ տվեց մեծ հնարավորություն գնալ մեր
մասնագիտական զարգացման նպատակների հետևից, ինչը որ մենք հիմա անում ենք։ Ես դա եմ ուզում ասել, թիմային աշխատանքը, տեսեք, բոլորին էլ պարզ է, որ հիվանդանոցը նախ եւ առաջ թիմային աշխատանք է առհասարակ, բայց այդուհանդերձ կա, չէ, որ բժիշկ, ինչ որ առանձին վերաբերմունք։ Դժվար չէր վերակառուցվել, վերագործարկվել եւ դառնալ արդեն թիմ բժիշկ, այս Գիտեք, խոսքը անձնական ամբիցիաների մասին։ Հասկանում եմ ինչ եք ասում, իհարկե ձեր ասացի մեջ կա իմաստ եւ մտածելու տեղիք տվող միտք, բայց մեր մասնագիտությունը բարեբախտաբար մենք ունեցել ենք եւ ունենք լավ ուսուցիչներ, որոնք ճիշտ ձևով դաստիարակել են երիտասարդ սերնդին եւ որոնք արդեն ոչ այդքան երիտասարդ են եւ ընդհանուր առումով բժիշկ լինելու գաղափարը ինքը առաջնային է։ Ես միշտ իմ գոլեգաներին եւ իմ երիտասարդ ընկերներին միշտ ասում եմ մի բան, որ այսօր տեխնոլոգիաները շատ են մտել մեր մասնագիտության մեջ, բայց բժիշկ մասնագիտությունը իր իմաստով ընդհանուր առումով կապ չունի այդ տեխնոլոգիաների հետ, այսինքն անել վիրահատություն շատ օգտագործելով նոր տեխնոլոգիաներ կամ հին տեխնոլոգիաներ էական չի։ Սա չի բժշկի հիմնական գաղափարը, բժշկի հիմնական գաղափարը իր սոցիալական պայմանագիրն է բնակչության հետ, ժողովրդի հետ եւ իր խղճի հետ։ Այսինքն, երբ որ այս գաղափարը դնում ես աշխատանքի հիմքում, հասկանում ես, որ քո ամբիցիան պիտի ուղղված լինի հիվանդին որակյալ բուժում ապահովել։ Ուրիշ մնացած ամբիցիաները պիտի ենթալինեն այն հիմնական որոշմանը եւ այն հիմնական սոցիալական պայմանագրին, որ ինքդ քո խղճի հետ ունես եւ ժողովրդի հետ ունես։ Եվ բարեբախտաբար պիտի ասեմ, որ այս առումով այն մասնագիտական դաստիարակությունը, որ մեր ուսուցիչները տվել են, մեծ հնարավորություն է տվել այդ թիմը ստեղծել եւ ստեղծել են հարաբերությունը, որտեղ մարդիկ կարողանում են իրար հետ կոլեգիալ լինել եւ աշխատել ու միտքը հիմքում դնելով հիվանդի առողջությունը։ Ես գիտեմ, որ Վիգմորում անցկացվեց միջազգային գիտաժողով ամերիկյան հայտնի օրթոպեդների մասնակցությամբ, եթե չեմ սխալվում, մարտ ամսին էր։ Ո՞րն էր դրա հիմնական նպատակը։ Դուք մի քիչ ներկայացրեցիք, բայց ավելի կոնկրետ։ Տեսեք, այո, մարտ ամսին անցկացվեց գիտաժողով, հրավիրված էին մասնագետներ, որոնք զբաղվում են հիմնականում ստորին վերջույթների առանցքների ուղղմամբ եւ երկարության ուղղմամբ, շատ կրթական էր եւ փորձի փոխանակման տար կար իր մեջ, որովհետեւ բացի գիտաժողովից նաեւ վիրահատական դեպք ունեինք, որ դրսի բժիշկների հետ վիրահատեցինք, ավելին ասեմ, որ հիմնական մասը մեր բժիշկները արեցին, իրանք դրսից եկած բժիշկները ավելի շատ ոնց որ հսկող էին process-ին, ճիշտ է նոր տեխնոլոգիաներ էին բերել կոնկրետ այդ հիվանդ երեխայի համար, նոր բիոպրեպարատներ էին բերել, չեմ ուզում кейսին անդրադառնանք, բայց ուզում եմ ասեմ, որ այս գիտաժողովները դա միակը չէր եւ մեր օրթոպեդիկ սոցիումը եւ մեր ասոցիացիան բավականին հաճախ է sense գիտաժողովներ կազմակերպում եւ ուրախությամբ պիտի ասեմ, որ հիվանդանոցը, որտեղ մենք աշխատում ենք, Վիգմոր բժշկական կենտրոնը մեզ միշտ աջակցում է բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի մենք կարողանանք մեր մասնագիտական զարգացումը ապահովենք, իսկ բժիշկը մի մասնագիտություն է, երբ դու ամեն օր պիտի սովորես, անկախ նրանից դու ինչքան աշխատանքային փորձ ունես եւ այն օրը, երբ որ դու կդադարես սովորել, դա կլինի քո մասնագիտական կարիերայի վերջի սկիզբը։ Սա է մեր մասնագիտության առանձնահատկությունը, քանի որ մեր մասնագիտությունը դինամիկ զարգացող մասնագիտություն է։ Ամեն տարի եւ ամեն օր մի փոքր նոր բան լինում է մեր մասնագիտության մեջ, նոր բան, եւ ամեն 5 տարին կամ 10 տարին մեկ լինում է մի հատ մեծ բան, եւ դու անդադ պիտի հետևես այս process-ներին, որպեսզի կարողանաս արդիականությունը
մեր երկրում եւ նորույթները, որոնք դրսում կան, կարողանաս տեղայնացնես եւ մեր երեխաների համար ապահովենք այդ ճիշտ մասնագիտական բուժումը, որպեսզի ունենան հնարավորինս որակյալ կյանք։ Ես պիտի ասեմ, որ մեր մասնագիտությունը շատ առանձնահատկություն ունի։ Իհարկե բժշկության բոլոր ճյուղերը ունեն իրենց առանձնահատկությունները։ Մենք աշխատում ենք օրթոպեդիայի մասին եմ խոսում, հիմնականում մեծ տոկոսը մեր երեխաների իրանք արդեն ի սկզբանե հաշմանդամություն ունեցող երեխաներ են եւ մեր ամբողջ աշխատանքը ուղղված է հիվանդ երեխայի կյանքի որակի բարելավմանը, որը շատ մեծ կարևոր ֆակտոր է ընտանիքի համար, երեխայի համար առաջինը եւ ընտանիքի համար։ Հայտնի է, որ երեխայի կյանքի որակի վատացումը շատ ուղիղ կապ ունի ընտանիքի կյանքի որակի վատացման հետ եւ երեխայի կյանքի որակի լավացումը շատ ուղիղ կապ ունի ընտանիքի կյանքի որակի լավացման եւ ընտանիքում ընդհանուր առումով լավ մթնոլորտի եւ երջանկության զգացման հետ եւ մեր ամբողջ աշխատանքը եւ մեր միտքը մեր եռանդը ուղղված է նրան, որպեսզի մենք կարողանանք բարելավենք եւ լավացնենք մեր երեխաների կյանքի որակը, ինչ եմ ասում մեր երեխաների, չեմ ասում մեր պացիենտների, որովհետև մենք սովորաբար աշխատում ենք երեխաներին հետ իրենց հանդիպման առաջի օրվանից մինչև շաբաթ դառնալը եւ հավատացեք, որ մեր էմոցիոնալ կապը երեխաների հետ դառնում է այնպեսին, ինչպեսին, որ մենք կարող ենք ասել մեր երեխաները եւ այդ շատ կարեւոր է, որովհետև երեխան պիտի ժպիտով իր բժշկի մոտ գա, որովհետև հաճախ այցելելու է, քանի որ իր խնդիրը մեկ անգամով բուժվող խնդիր չի եւ բժիշկը պիտի կարողանա նաեւ այս կապը ստեղծի։ Եվ եթե թույլ կտակ մի քիչ մեր վնասվածքաբանության մոտեցումների մասին եմ ուզում խոսեմ, որովհետեւ այստեղ էլ մեծ փոփոխություններ են կարել, մենք հիմա շատ ուժեղ վնասվածքաբանության թիմ ունենք եւ վնասվածքաբանության ոլորտում նույնպես շատ մեծ փոփոխություններ կան։ Պիտի ասեմ, որ մանկական վնասվածքաբանության մեջ մի հատ մեծ տոկոս կոնսերվատիվ են բուժումները, ոչ բաց վիրահատական, եւ օրինակ մենք այստեղ հասել ենք նրան, որ երեխաները հիվանդանոցում շատ կարճ ժամանակ են մնում։ Իրենք անգամ բաժանմունք չեն բարձանում, իրենց բուժումը ստանում են անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, անցկացնելով բաժանմունքում մի կարճ ժամանակ, մոտավորապես 2-3 ժամ, եւ արագ օպերատիվ կազմակերպվում է ընդհանուր անցկացումը, կատարվում է փակ համադրումները եւ անգամ եթե դա գիշերվա ժամ է, երեխան կարիք չունի մնալու հիվանդանոցում եւ մենք գիտենք, որ եւ հոգեբանորեն եւ բուժման առումով ճիշտ է, որ երեխան հնարավորինս շուտ հիվանդանոցից գնա տուն, եթե այլևս ոչինչ չունի անելու եւ մենք որից է կարիք չունենք ավել պահել երեխային։ Մյուս կողմը, որ շատ փոխվել է, դա վիրահատական բուժում պահանջող խնդիրները այսօր արկա նոր մետաղական կոնստրուկցիաների շնորհիվ մենք կարողանում ենք շատ արագ ստանալ բավականին լավ ստաբիլ ֆիքսացիա կոտրվածքների, որը հնարավորություն է տալիս երեխաներին ավելի վաղ ոտքի կանգնեցնել եւ որը իհարկե հեշտացնում է երեխայի խնամքը եւ նաեւ ծնողի կողմից տրամադրված խնամքին տրամադրված ժամանակը, ինչը որ կարևոր է, որպեսզի ծնողները կարողանան աշխատանքից երկար չբացակայեն իրենց առօրյայից, երկար չբացակայեն, պիտի ասեմ, որ մեր միջին անկողնային օրա, այդպեսի տերմին կա բժշկության մեջ, թե հիվանդը ինչքան է անցկացնում հիվանդանոցում, այսօր 2 օր է, եւ եթե համեմատում ենք այդ վիրահատական ծավալներին, որը որ կատարվում է, սա շատ փոքր թիվ է եւ սա հաջողություն է, որովհետեւ սա նույնպես ուղղված է հիվանդի շուտ առողջացմանը, որպեսզի կոնտակտները քիչ լինեն այլ հիվանդների հետ,
այս առումով պիտի ասեմ, որ վնասվածքաբանության մեջ էլ շատ մեծ փոփոխություններ ունենք եւ կարողանում ենք ավելի արագ եւ ճիշտ բուժօգնություն կազմակերպել։ Որտեւ եթե համադրում եմ նրան, ինչը որ ես էի սկսում բժշկության մանկական վնասվածքաբանության, այն ժամանակ կային բուժման մեթոդներ, որոնք ստիպում էին երեխաներին 3-4 շաբաթ, երբեմն 6 շաբաթ անցկացնել հիվանդանոցում, բնականաբար ծնող պիտի մնար իր հետ եւ այլն եւ այլն։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ տեխնոլոգիական զարգացումը փոխում է ոլորտի էֆեկտիվության չափորոշիչները, փոխում է առհասարակ ոլորտը։ Իհարկե ճիշտ եք հասկանում, ինչպես եւ մնացած ոլորտներում տեխնոլոգիան շատ մեծ նորարարություններ է բերել մեր մասնագիտություն, ինչպես բուժական առումով, այնպես էլ կրթական առումով։ Դե ասեմ, որ այսօր արկա տեխնոլոգիաները բժիշկներին հնարավորություն են տալիս հեռակա դասընթացներ անցնել, հեռակա քննություններ հանձնել, բարելավել իրենց մասնագիտական որակները, օրինակ մարդը կարող է հեռակա անցնել մասնագիտական դասընթաց, այնուհետև իր անցած դասընթացի վերաբերյալ օգտագործելով տեսախցիկը նկարահանել իր արած վիրահատությունը, որը հենց այդ ժամանակ հսկվում է մեծ փորձ ունեցող մասնագետների կողմից, որը գտնվում է մոլորակի այլ կետում, հա։ Այո, օրինակ Շվեյցարիայում կամ Ավստրիայում, անգամ հենց տեղում կարող են խորհուրդներ վերցնել բժիշկներից եւ իհարկե վերջում գնահատվում է արված վիրահատության որակը, գնահատվում է, տրվում է միջազգային սերտիֆիկատ, սրանք հեռակա, իսկ առաջներում մարդ պիտի ամիսներով գնար այդ կլինիկաները, այնտեղ սովորեր։ Այս իհարկե կրթական եւ բուժական առումով շատ մեծ բարելավում է տվել, նաեւ վիրահատական նոր իմպլանտների առկայությունը, որը շատ քչացնում է հետ վիրահատական հնարավոր բարդությունները եւ բարեբախտաբար մենք կարողանում ենք այսօր օգտվել այդ ամեն ինչից եւ այդ առումով իհարկե պիտի ասեմ, որ եւ հիվանդանոցը եւ պիտի ասեմ, որ այս վերջի ապահովագրության համակարգի ներդրումից հետո նաեւ որոշ չափով ապահովագրական համակարգը օգնում է ֆինանսական առումով, որպեսզի ծնողների համար ավելի հեշտ լինի նոր մետաղական իմպլանտների հարցում։ Այս առումով էլ իհարկե բնականաբար մեծ ներդրում կա տեխնոլոգիաների, որը որ մեծ օգնում է, բայց այստեղ կուզեմ շատ նորից նշեմ մի բան։ Պիտի հասկանանք, որ բժիշկը իր էությամբ վիրահատություն անող մարդ չի միայն, բժիշկի իր էությամբ մարդը, որ պիտի հիվանդ երեխայի հիվանդությունը ամբողջովին գնահատի եւ ես միշտ սիրում եմ ասել, որ անկախ բժշկական կրթությունից կարելի է վերցնել մարդ, կանգնացնել կողքդ եւ սովորացնել, որ ինքը ոնց ոսկորը ֆիքսի եւ մեկը գուցե 5 ամսում, մեկը մի տարում, բայց բոլորը կարող են սովորել դա, բայց դրանով բժիշկ չես դառնում, բժիշկը գաղափար է եւ բժիշկը ապրելակերպ է եւ մարդը պիտի այդ գաղափարով եւ ապրելակերպով ապրի։ Մնացած մեր հմտությունները դրանք բաներ են, որ մենք կյանքի ընթացքում սովորում ենք, բայց մասնագիտությունը դա հմտություն չի, դա տեսակա կյանքի եւ մարդու եւ այս ամենակարևոր բանն է։ Բժիշկը դա նախ եւ առաջ հոգեվիճակ է։ Իմ առաջի պրոֆեսորը սիրում էր մի հատ բան ասել, ասում էր ինձ լավ մարդ տվեք, ես իրենց լավ բժիշկ կստանամ։ Հրաշալի խոսքեր, իսկ թվում է հենց այս խոսքերով ավարտենք մեր եթերը։ Շատ շնորհակալ եմ ձեր ժամանակը մեզ ինչ որ չափով տրամադրելու համար։ Ես մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիք, այսօր մեր հյուրն էր Վիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկական օրթոպեդ վնասվածքաբան, օրթոպեդիայի մանկական վնասվածքաբանության ծառայության պատասխանատու Վահե Ավարյանը։ Շատ շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։